հավաքելով մեր միտքը ճանաչենք այս ճառի խոսքերը և այս երևելիով ծանենք աներևույթը և գիտենանք, թե ինչպիսի դողում և ահեղ արհավիրքներ են սպասում հանցավորներին, երբ մեղքերի ամոթով կանգնեն դատավորի առջև։ Ինչու են այլայլվում և այլագունում նրանց դեմքերը, ինչու են սոսկում և սարսափում, ինչու են երկյուղով դողում դատավորի ահեղ դեմքից և գլխիկոր, հայացքը խոնարհած և լեզվակապ կանգնում նրա առջև։ Եվ եթե հանդգնեն ինչ-որ բան աղաչել և աղերսել, ապա երկյուղած սրտով, անհամարձակ լեզվով հիվանդաձայն բարբառում են և բազում աղերսներով ցավագին պաղատանքներ մատուցում։ Արտասվում են, աղաչում, աղերսում, որպեսզի շարժեն դատավորին գթալու և ողորմելու հանցանքների պատոհասներից փրկվելու համար։ Նրանց միտքը չի զբոսնում ուրիշ տեղում, ոչ էլ նրանց աչքերը այլուր և լսելիքը այլուր։ Եվ երբ դատավորը բարբառում է նրանց հետ, չեն իշխում երեսները դարձնել կամ ծառայեկիցներից մեկի հետ խոսել, այլ միայն դատավորին են նայում մեծ պատկառանքով աղաչելով և հայցելով հանցանքների տանջանքների թողություն։ Իսկ որչափ առավել ևս մեզ համար հույժ կարևոր է մեծ պատկառանքով կանգնել ահավոր և մեծ դատավորի առջև, ահեղ ահով ու սոսկալի դողությամբ մտնել և կանգնել Աստծո հայացքի դիմաց և ցավագին ողբերով ու հորդահոս արտասուքներով թախանձել ու թողություն խնդրել։ Պետք չէ այլուր միտքը և այլուր խորհուրդներն առաքել, այլուր լսելիքը և այլուր տեսանելիքը թափառեցնել, երբ մեկը կամենում է իր մեղքերի հանցանքների համար աղաչել և աղերսել Աստծուց, որպեսզի հեծեծանքներով ու հառաչանքներով հաշտեցնենք Տիրոջը և պաղատանքներին գթալու խոնարհեցնենք, որ աղոթքի աղերսների և գթագին սրտի ջերմության միջոցով քավի մեր մեղքերը, սրբի մեր անօրենությունները, փրկի ահեղ աղետների տանջանքներից ու հավիտենական ամոթից։ Քանզի շատերը բազում բարիքներ ստացան աղոթքի միջոցով և հաճելի եղան Աստծուն, որով մեղքերի թողություն և հոգիների փրկություն գտան, և մանավանդ նրանք, ովքեր արտասուքներով և տնանքներին գթալով աղոթեցին, ոչ միայն մեղքերի թողություն են գտնում, այլև ստանում են մարմնի խնդրանքները և երկնքի բարիքները։ Քանզի աղոթքը աղոթականի ձեռքերն են, և նրանցով բռնել է Աստծո ոտքերից, և աղոթքն արագ խոնարհեցնում է նայելու մաղթողի աղաչանքներին, քանզի Աստված հույժ կամենում և ախորժում է աղաչողի թախանձելը։ Խնդրեցեք և կտրվի ձեզ, փնտրեցեք և կգտնեք։ Եվ արդ բոլոր մեղքով ծանրացածներին, վշտերով նեղվածներին, թշնամուց վտանգվածներին և ցավերով տառապածներին միշտ պետք է ամենօրյա անդադար աղոթքներով և պաղատանքներով աղաչել, թախանձել և խնդրել, քանզի ովքեր միամիտ մտքով ու աննենգ հավատքով աղոթում են Աստծուն և խնդրում բարին, ստանում են բոլոր խնդրածները, ինչպես ստացան մեր առաջին հայրերը։ Իսկ եթե մեկն ասի, թե խնդրեցի և չունեցա, աղոթեցի և չստացա, ապա դեռ թախանձակին չես խնդրել, ինչպես այրի կինը անիրավ դատավորից և բարեկամը, որ գիշերով հայցում էր նկանակները, որ ոչ թե բարեկամության, այլ թախանձանքի շնորհիվ ստացավ։ Նույնպես և Աննան ցավագին հոգով, արտասվելով և աղոթքի թախանձով ստացավ Սամուելին։ Նույնպես էլ ժողովուրդը տրտմության հովտում լալիս էր առ Աստված, և ջերմագութ աղոթքների և պաղատանքների շնորհիվ Աստված տվեց նրանց Գեդեոնին և փրկեց Իսրայելը, և Եզեկիայի արտասվագին աղոթքների շնորհիվ 15 տարով ավելացրեց կյանքը։ Եվ եթե դու այսպիսի արտասուքներով և ողջ սրտով աղոթես Աստծուն և չերկմտես, ընդունում է քո խնդրվածքները։ Աղոթականին պետք չեն շատ խոսքերի հյուսվածքներ։ Մաքսավորը մի բարբառ արձակեց, և նրա աղոթքն ընդունելի եղավ,
և մեղքերի բազմաքանքար բեռները թեթևացրեց։ Մովսեսն իր անշշուկ բերանով իսկ աղաղակեց և ծովը մինչև հատակ բաժանեց։ Եվ եթե դու ամբողջ սրտով աղերսես, մեղքերի ծովը մենակ կցամաքեցնես և կդադարեցնես բարկության ալիքները, քանզի Աստծուց չստանալու պատճառը ամբողջ սրտով չթախանձելն ու չաղաչելն է, կամ եթե ավելի վնասակար բան խնդրեք։ Իսկ եթե անդադար աղոթքներով հոգու համար օգտակարը խնդրեք, անհնար է Աստծուց չստանալ։ Ահա Եղիայի աղոթքը երկինքը փակեց ու բացեց, Դավթի աղոթքը հրեշտակի սուրը կանգնեցրեց, Հովնանի աղոթքն իրեն կենդանի հանեց գետի փորից, քանանացու աղոթքը հալածեց դևին իր դստեր միջից, աղոթքը սրբեց պոռնիկներին, բժշկեց հիվանդներին, մաքրեց բորոտներին, լուսավորեց կույրերին և արդարացրեց մեղավորներին։ Եվ արդ, այս բոլորն ընդունելի աղոթքի օրինակներ են, որին եթե կամենաս կարող ես նմանվել, հանել քեզ մեղքերի բանտից և արձակվել սատանայական կապանքներից։ Միայն արտասվալից պաղատանքներով աղոթիր Աստծուն և կթեթևանաս ամբարշտության աղտերից, կառողջացնես անօրենության ցավերը և կբժշկես հանցանքների հիվանդությունները։ Միայն ամբողջ սրտով աղոթիր Աստծուն և կազատվես սատանայի որոգայթներից, կփրկվես չարաժանիք վիշապից և ողջանդամ կազատվես թունավոր թշնամուց։ Միայն անդադար աղոթքով թախանձիր Աստծուն և կլուսավորի մոլորության խավարը և կցամաքեցնի մեղքերի պղծության աղտեղություններն ու ցանկության տիղմը, քանզի երբ անբիծ հավատքով ամբողջ սրտով աղոթես Աստծուն, կստանաս մեղքերի թողություն և հանցանքների քավություն, կստանաս երկնքի արքայությունը և ամբավ բարիքները, կունենաս մարմնի առողջություն և հոգու փրկություն, կունենաս բարի օրեր և խաղաղ կյանք, ազատ բոլոր զրպարտողներից։ Նաև աղոթքը դադարեցնում է բռնավորների բարկության ալիքները, դարձնում է Աստուծո բարկության ցասումը, աղոթքը հարստացնում է աղքատներին և զորացնում տկարներին, աղոթքը բժշկում է հիվանդներին և հալածում մոլի աղտերը, աղոթքն ամուլին ծննդկան է դարձնում և անզավակներին բազմազավակ, փրկում է ծովի փոթորիկներից և ազատում գետի հորձանքներից, կերակրում է քաղցածներին և հագցնում մերկերին, արգելում է տարաժամ մահը և կատարում հավատքով թախանձողների բոլոր խնդրվածքները։ Այս է ճշմարիտ աղոթքի զորությունը նրան մերձենալ կամեցողների համար։ Սա է անարյուն բանավոր պատարագը, քանզի յուրաքանչյուր մեկի աղոթք Աստծո պատարագ է, և եթե սիրով չներես, չհաճես ընկերոջդ, քո աղոթքն ընդունելի պատարագ չի լինի, քանզի առ Աստված չի բարձրանում։ Որովհետև ով քեն ունենա ընկերոջ նկատմամբ, անհնար է, որ նրա աղոթքները ելնեն առ Աստված, իսկ եթե նա սրտի սիրով աղոթի նրան, մինչև աղաղակելը, կասի թե ահա հասել եմ։ Քանզի անարատ աղոթքը արտասուքներով և ողորմությամբ ուղեկցվող աղոթքի ժամին աղոթականի առաջ բացում է երկնքի դռները և ելնում դեպի Աստուծո լսելիքը, եթե միայն առանց թերանալու կանչեն նրան։ Սատանան, գիտենալով այս ամենը, թե աղոթքով մեծամեծ զորություններ և ամբավ բարիքներ են կատարվում, գնում մերձենում է նրան, ով աղոթել է ցանկանում, և նախ և առաջ մահճի մեջ է պատերազմում նրա հետ, հեշտացնելով անկողինը, քաղցրացնելով քունը, ծանրացնելով մարմինը, այս ու այն կողմ է շուռ տալիս, հորանջեցնում և քորել տալիս, և հետո հազիվ վեր կենալով, բեկ-բեկվելով գնում է եկեղեցի և ներս մտնում ու կանգնում Աստուծո առաջ։ Եվ սատանան այնտեղ էլ պատրվակում է միտքը իր հանցանքների բազմությունը չհիշելու և չի հասկանում, որ կանգնած է Աստուծո առաջ, ոչ օրհնությունն է լսում, ոչ փառաբանությունն է իմանում, ոչ էլ ընթերցվածների վարդապետությունն է նրա սիրտը մտնում, ոչ հեծում է,
ոչ էլ հարաչում մեղքերի անօրենությունների համար, ոչ լալիս է, ոչ էլ ողբում հոգու վերքերի համար, ոչ աղաչում է, ոչ էլ աղերսում Աստծուց, ոչ էլ արտասվալից պաղատանքներով հաշտեցնում Տիրոջը, չխոստովանելով չարիքների բազմությունը և չհայտնելով անօրենության ծածկված մթերումները, որպեսզի փրկվի ահեղ տանջանքներից և աննշույլ խավարից։ Փոխանակ լալու և պաղատելու մեծ աներկյուղությամբ և արհամարանքով կանգնած ենք Աստծո առաջ, առանց պատկառանքի, ահ ու դողի, ինչպես դատապարտյալները դատավորի առաջ, կամ ինչպես մեղանչած ծառաները, ովքեր իրենց տիրոջ ոտքերն ընկած, աղերսում են և մեծ երկյուղով ու պաղատանքներով աղաչում ու պաղատում։ Նաև հեծեծանքներով, հառաչանքներով և ողորմագին ողբերով չենք արտասվում մահապարտների պես, որոնց քարշ տալով տանում են չարչարանքների տեղը, և չենք ընկնում Աստծո առաջ խորգով, մոխրով և մեծ սուգով, որպեսզի փրկի մեզ բորբոքված գեհենից և սաստիկ տանջանքներից, որդերի չարությունից և աննշույլ խավարից։ Եվ արդ, ահով և խանդաղատագին աղերսներով չենք կանգնել Աստծո առաջ, աղաչելու և աղերսելու հոգու վերքերի բժշկությունը, այլ երբ պատրաստվում ենք աղոթքի, պաղատանքների և մեղքերի թողություն խնդրելու, լվացվում, օծանվում և պաճուճում ենք հանդերձները, որպես թե պատրաստվում ենք բոզանոց կամ թատերախաղի գնալ։ Եվ ցոփոգի մեղքությամբ իգանում են պիղծ ցանկությամբ, և ձանձրացած վավաշում են նոխազների և իգամոլ ձիերի նման, և հենց եկեղեցու մեջ և սրբության առաջ պղծություն ու պոռնկություն են գործում և շնություն կատարում, որը թեպետ և մարմնով չեն գործում, սակայն մտքով են կատարում նույնը ակնարկելով, արատարի հայացքներով և կնկաձայն բարբառով, ինչպես և ինքը Տերն է ասում, թե ով ցանկությամբ նայի, կատարյալ շնացող է։ Այսպիսիներն արժանի են ի վերուստ իջնող փայլակների, կայծակների, հրեշանթերի և այրվելու, սատակվելու այնտեղ, և որից հետո հավիտենական հրին, սարսափելի խավարին և աններելի տանջանքներին, քանզի աղոթքի ժամին պղծությունների ցանկությամբ են սիրտը լցնում։ Քանզի ով թշվառական, եկար հեծելու և պաղատելու առ Աստված, արտասուքներ հեղելու և աղերսագին ողբալու, հայցելու, հառաչելու և թողություն խնդրելու։ Եվ արդ, այդ է քո խնդրվածքների կերպարանքը՝ ի ցույց նայողների պաճուճվելդ, օծանվելդ և լվացվելդ։ Այդ է մեղքերիդ թողություն խնդրելու և հայցելու կերպարանքը՝ արատանալդ, շողոքորթելդ և պիղծ ցանկությամբ ակնարկելդ։ Այդ է Տիրոջ քո չարիքների վրա հաշտեցնելու կերպարանքդ՝ կրքոտ ցանկությամբ բոզահոմանիների գեղեցկությունդ և հասակդ զննելը։ Ինքդ քեզ սատանայացնում ես և աղաչում ես սատանայից ազատվել, կամովին դիվահարվում ես և խնդրում ես փրկվել դևերից։ Ինչպե՞ս կարող ես Աստծո առջև հեծել այդպիսի կերպարանքով կամ ինչպե՞ս հառաչել այդպիսի խորհուրդներով։ Նաև համարձակվեցիր նույնիսկ մտնել Աստծո առաջ զազրելի մտքով և սատանայական կերպարանքով, Աստծո եկեղեցին պոռնկանոց դարձնել և չես սոսկում ու դողում սուրբերի Սուրբից և Աստծո ահեղ դեմքից։ Չգիտես, որ սրտագետը քննում է քո խորհուրդները և գիտի ամեն ինչ։ Չես լսել, որ Աստված դատելու է մտածությունների համար և հաշիվ է պահանջելու աչքերի արատավոր նայվածքների համար։ Եվ արդ, սթափվիր և դեն գցիր քեզանից մտքի պաճուճանքների կեղծավոր խաբեությունը, ապա մտիր Աստծո առաջ և լսիր։ Երբ մահապարտները մտնում են թագավորի առաջ, չեն դիմում պաճուճանքների, այլ աղերսների և պաղատանքների։ Երբ վիրավորը մտնում է հիվանդանոց, այլևայլ խորհուրդների կարիք չունի, այլ միայն դեղ որոնել վերքին և բժշկել ցավերը։ Նույնպես էլ մեղքերով վիրավորին և անօրենություններով ցավագնյալին պաճուճանքներ և պիղծ խորհուրդներ պետք չեն, երբ եկեղեցի է մտնում, ոչ էլ օծանվել և մազերը հյուսել աղոթքի ժամին Աստծո առաջ պաղատելու համար, այլ պետք է
մարմինը նեղել և խորուրդ մաքրել, և գծուծ տեսքով, փշրված սրտով, խոնար անձով մտնել, կանգնել Աստծո առաջ և բազում պաղատանքներով ողբալ և դառնապես լալ, անդադար հեծությամբ աղաչել ու աղերսել, բախել կուրծքը, տարածել ձեռքերը, արտասուք հոսեցնել, նեղված սրտով խոստովանել չարիքները, անհամարձակ լեզվով, ամոթալից երեսով, ողբալի ձայնով և խանդաղատարի բարբառով հաշտեցնել Աստծուն և մեղքերի թողություն ստանալ։ Այս է այն աղոթքների և խնդրվածքների կերպարանքը, որոնց վրա Տերը խոնարհվում է և լսում, որով հանցանքներին թողություն է շնորհում, քավում անօրենությունները, որով մաքրվում և սրբվում ենք պղծությունների չարախտերից և սատանայական խորհուրդներից, որով ստանում ենք արքայությունը և անմահ կյանքի փափկությունը։ Իսկ մենք այս ամենը հիշելով մեծ արհամարհանքով մտնում ենք Աստուծո մոտ, սակայն սատանայի հետ լինում, որ շփոթեցնելով խառնակում է մեր միտքը պես-պես մտքերով և ցրելով հոսեցնում մեր խորհուրդներն աշխարհի հոգսերի և զբոսանքների մեջ։ Եվ գերված աղոթքի շահավոր օգնությունից գրավվում ենք չարի չար խորհուրդներով, եկեղեցու ներսում ծունկի ենք եկել աղոթելու համար, իսկ մեր միտքը շրջում է բազում ցնորքներով թափառելով դրսում, քանզի աղոթելիս խորհում ենք տան և անդաստանների հոգսերի մասին, աղոթելիս հաշվում ենք դաշտերի արդյունքը և այգիների պտուղները, թե քանի աման կլինի իմ հացը կամ քանի սափոր գինին, նաև աղոթելիս մտաբերում ենք հոտերն ու նախիրները, թե քանի է արջառ կամ քանի ոչխար կա, այնտեղ նաև հիշում ենք վարձկանների գործն ու վարձը, թե ափսոս, որ այս կամ այն ելնում է իմ տանից։ Այլև աղոթելիս հիշում ենք նույնիսկ ընկերոջ դատաստանները և իսկույն դատում Աստուծո առաջ, և մինչդեռ աղոթքի ենք կանգնած, տակավին նաև ամբաստանություններ ենք խորհում եղբոր մասին և եկեղեցուց դեռ չարձակված սկսում ենք ոսոխին ամբաստանել և որպես լեղիով դառնացնում աղոթքի քաղցրությունը։ Եվ այնպես է սատանան մեր միտքը հափշտակում, որ աղոթելիս մինչև իսկ ախտեղի խորհուրդներն է հիշեցնում։ Աղոթելիս հաշվում ենք փողերի վաշխերը և տոկոսները, աղոթելիս հիշում ենք ընկերոջ նկատմամբ թշնամանքը և նախանձը։ Եվ ոչ միայն դատապարտվում ենք այսպիսի չար խորհուրդներով, այլև վիրավորվում ենք աղոթելիս ունայնախոս լեզվով և շատախոսությամբ վնասվելով, քանզի բազում հոգիների վնաս ենք հասցնում, որոնց մասին գերվում ենք մտքով և մերժվելով դուրս բերվում աղոթքից և փառատրությունից, աղոթքը վերածում ենք խավարային խոսքի և կորստյան խորխորատներն իջեցնում մեր հոգիները։ Այս ամենն արժանի չէ արդյոք Աստուծո ահեղ բարկությանը և գեհենի բորբոքված բոցին, բազում տանջանքների և աննշույլ խավարին, որովհետև այսչափ անօրենություններ ենք գործում Աստուծո առաջ և դատապարտությամբ պատուհասված դուրս ելնում աղոթքից և ոչ թե որպես աղոթականներ պատվվում, այլ որպես հայհոյիչներ և արհամարհողներ պարտավորվում և պատժվում։ Իսկ եթե աղոթքի և բարեգործության մեջ ենք մեղանչում, որչափ առավել ևս պարտավորվում ենք չար գործերի մեջ։ Եթե աղոթքի նավահանգստի ներսում ընկղմվում ենք չարի խորությունների մեջ, ի՞նչ պիտի անենք, երբ դուրս ելնելով մտնենք մեղքերի ծովի մեջ, հրապարակների, շուկաների, երդումների, հայհոյանքների, զրկանքների, սնափառության, բամբասանքների, նախանձի, բարկության, դրամաշոշթության, արբեցողության, որդկրամոլության, հպարտության և առհասարակ բոլոր ախտերի բազմության մեջ, որ առավել քան ծովածուփ արեկոծությունները խեղդելով ընկղմում է և խորասուզելով սաստկեցնում բազմախույլ հանցանքներով։ Եվ արդ ինչով կամ որով պիտի կարողանանք փրկվել մեր անթիվ և չարաչար գործերից և սատանայի բազում հնարներից, որ ոչ միայն դառը չարիքներով չարչարում և սպանում է, այլև հնարներ է նյութում սուրբ աղոթքի քաղցրությունը վերածելու դժնդակ լեղիի դառնության, և չենք կարող որևէ ճանապարհով զերծ մնալ չար իժից և դառը քարբից, եթե ոչ
հանապազ պատրաստ լինելով սատանայի մեքենայություններին և զգուշանալով նրա աներևույթ նետերից։ Եվ եթե միշտ հիշենք մեր վախճանի օրը, երկյուղելով այն վտանգից, կարող ենք փրկվել, երբ հոգին աններելի տագնապով մարմնից դուրս գալ պահանջվի և բռնվելով տարվի մթապատ խավարային մեգի միջով։ Եվ եթե միշտ հիշենք մեծ բեմի արհավիրքները և դատաստանի ահավոր օրը, եթե հարաժամ հոգանք այն ամոթի համար, որ լինելու է տիեզերական հրապարակի առաջ, եթե հիշենք տանջանքների բազմությունը, թունավոր որդերի դառնությունը, աղջամուղջի շոշափելի խավարը, ժանտաղոտ տարտարոսների խորությունները, գեհենի հրի կայծակների բորբոքումը, հնոցների բարձրաձայն գոչումները, հրեղենների հորդահոս գետերի արհավիրքները, մեղավորների մշտատև այրումն ու խորովումը, ցավերի ու աղետների անտանելի կսկիծները։ Եթե այս ամենը միշտ մտաբերես, կարող ես զերծ մնալ սատանայի որոգայթներից, կարող ես երկյուղով կանգնել Աստծո դիմաց, կարող ես սուրբ աղոթք մատուցել, կարող ես սգալ, լալ և դառնապես ողբալ, կարող ես դատավորի դեմքը քաղցրացնել, ողորմելու և գթալու խոնարհեցնել և արժանանալ մեղքերի թողությանը և հանցանքների քավությանը, լուսեղեն խորանների ժառանգությանը և փափագելի դրախտի փափկությանը, հավիտենական ուրախությունների հեշտություններին, անմահ կյանքի ցանկություններին և անբավ բարիքների վայելչություններին Հոր, Որդու և Սուրբ Հոգու հետ, նրան փառք, պատիվ և գոհություն հավիտյանս հավիտենից, ամեն։